Նայում ես, երկու ջահել, դրին իրար մեջ կռիվ արեցին, դանակով մեկը մեկին խփեցին, հետո իմանում ես ինչի համար, մեկը մեկին արա էր ասել։ Կամ տեսնում ես այնտեղ մեկը մեկին խփեցին, ինչի համար, որ մեկը մյուսի ընկերուհուն մի ուրիշ ձև էր նայել։ Երևանի նորություններն էլ նայում ես, տեսնում ես, ոնց որ ռազմական դրություն եղնի, դրել են իրար վրա ավտոմատներով կրակել են 10 վիրավոր, 1 զոհ, մեկ մտածում ես, ասում ես Ախպեջան, այս սահմանների վրայա, որտեղ է, հետո իմանում ես, չէ, Երևանում քաղաքացիականները իրար մեջ չեն կհացել ինչ-որ մի բան կիսեն ու իրար մորթել են։ Արա լեզու չունեք, մի հատ իրար հետ նստեք, խոսեք, հասկանաք, ինչ որ մի լուծում գտնեք, այնտեղ մեծ չկա ձեր մեջ, որ կարողանա այդ հարցերը լուծի։ Ածը դուք ինչով եք զբաղված, արա հերիք այդ տերտերների հետևից եք ընկել, ձեր գործով զբաղվեք։ Նայում ես ընդեղ էլ Ախպեջան, ասֆալտը քանդվում է, մարդիկ դնում իրենց ավտոներն են ջարդում, իրանք իրենց ձեռով գնում փագում են այդ ավազով, բանով, որ այլ ավտոները չջարդեն։ Պարզվում է Նիկոլն էլ այն ասֆալտը, որ արել է, բարակ արել ու հիմա անձրևից կամ ձնից քանդվում են իրանք։ Երևանը քաքի մեջ կորած է, այնտեղ այդ քաքերի մեջ լսում ես մեկի Աննան ու Նիկոլն են իրար հետ տոլի պսակվել են, տոլի բաժանվել են, տոլի մեղրամիսնա, տոլի քաքամիսնա, չես իմանամ ուրախանաս, չուրախանաս, այդ դրա մեջ ժողովուրդը դրած առանց փող, առանց դարդուցավ ուրախանում է ուրփաթ շափաթ Կիրակի տակ։ Լավ, հասկացանք դուք քաղաքականությունով չեք զբաղվում, բայց միևնույնն է չեք տեսնում, որ այս Նիկոլը քանդում է, վարի է տալիս հայ ազգը։ Արդեն թուրքերը իրանց համար ջրի ճանապարհ են սարքել Հայաստան գալով գնալով։ Եսիմ ինչ խումբ են իրանց ստեղծել խաղաղության ինչ որ կամուրջ անունով գալիս այնտեղ հանդիպում են, մտածում են թե ոնց անեն, որ այս տեղավորեն ադրբեջանցիներին, տարածքն են նայում, ֆրֆռում են արդեն, տեղավորվում են էլի կամանց։ Ու այդ ամենից հետո Նիկոլեն կանգնում, ասում են այդ ՔՊԱ-ականները, ասում են, որ մենք էլի ենք ընտրվելու, թող ոչ մեկ հույս չունենան։ Իրոք, Նիկոլ, մի մոռացի, որ դու երկու անգամ այս ժողովրդին էշի տեղ ես դրել ու ընտրվել ես։ Մի անգամ խափիր ասիր, գալու եմ հեսա Քոչարանին, ալեգարխներին պատժեմ, ոչ մի բան։ Երկրորդ անգամ էլ կանգնեցիր, ասեցիր, ինձ տվեք պողպատե մուրջ, որ կարողանամ պատժեմ, այն ինտեղ մուրջ չունեի, դրամա չէի կարող պատժեի, էլի ոչ մի բան։ Այս երրորդ անգամ էլ կանգնելու ես, ասնելու ես, ռուսն ա մեղավոր, որ ես չկարողացա այս ամենն անել։ Հիմա էլ որ ռուսից հրաժարվենք, ամեն ինչ կկարողանամ անել։ Մի մոռացեք ժողովուրդ ջան, որ այս Ալիևը երբ կանգնում ասում է, այս հար ազգը նացիստներից էլ վերան ազգ է, այս բոլորը տեսնում են ուրիշ պետություններ, ուրիշ ազգեր, ու այդքանից հետո եթե Նիկոլը ձեն չի անում ու համաձայնվում է Ալիևի հետ, ուրեմն իմացեք, իրանք ասել են, որ այս ազգը իրավունք չունի գոյատևելու։